Շարունակում ենք մեր եթերը, հայկական գանձեր հիմնադրամը սկսում է հայկական մշակութային ժառանգության թվայնացման աննախադեպ նախագիծ։ Այն նպատակ ունի թվայնացնել Հայաստանի 3000-ամյա մշակութային ժառանգությունը կանխարգելելով պատմական հուշարձանների կորուստը։ Այս մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ, Դավիթը կներկայացնի։ Հայկական գանձեր հիմնադրամի նախագահ Վլադիմիր Սոֆյան, Ռեարմենիա համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանն է մեր հյուրը, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, այս ինչ կարևոր նախաձեռնություն եք նախաձեռնել։ Վերջապես։ Վերջը դեռ 18-20 թվականից պետք է Նախիջևանի բողոքս նախաձեռնությունը ստեղծվեր։ Իրականում բանը հայկական գանձերը Վլադիմիր իր թիմի հետ 12 տարի արդեն սկսել է։ Ուղղակի այս վերջի տարիներին մի լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, եթե այն ժամանակ եռաչափ գրաֆիկայով, ահագին բարդ պրոցեսներով կարող է չգիտեմ մի քանի տարվա մեջ մի 9-10 հուշարձան կարողանային թվայնացնել։ Հիմա լրիվ նոր տեխնոլոգիաներով ամիսների ընթացքում տասնյակ հուշարձաններ են կարողանում թվայնացնել, ուսենք ամեն քարի ճշտությամբ, սանտիմետրի ճշտությամբ, այդ ամեն ինչը լազերային սկանավորում արվում, վիրտուալ իրականությունում դրվում ու ամբողջ աշխարհին է էլի հասանելի դառնում։ Մանրամասները կասես երևի դու։ Խնդրեմ։ Գրեթե ամեն ինչ ասացիր, բայց իրոք ճիշտ է, տեխնոլոգիաները զարգանում են ու տվյալ պայն ունենք ու տիրապետում ենք այդ տեխնոլոգիաներին, որ բավականին արագ իրականացնենք ոչ միայն այս պայծրությամբ կոնկրետացել ենք Սյունիքի վրա, Սյունիքի հուշարձանների վրա, բայց ապագայում նաև ամբողջ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայկական ժառանգությունը, դեռ ճարտարապետական, հետո այլ մշակութային արժեքները նպատակ ունենք ամբողջությամբ թվայնացնելու, հասանելի դարձնելու ամբողջ աշխարհին։ Որ կայքի միջոցով հասանելի դարձնելու ամբողջ աշխարհին։ armeniantreasures.com կայքում այս պայմանությամբ նա ակտիվ է, բոլոր թանգարանները ունենք նկարած գրեթե մոտ 27 հատ ու այս պայծրությամբ դեռ ամփոփվում է բոլոր մեր իրականացված աշխատանքները եւ զետեղվելու է այդ կայքի մեջ։ Ցանկացած, ասենք, պատկերացրեք քարտեզով կարող եք փնտրում իրականացնել, այդ քարտեզի վրա կետեր կառաջանան, որի վրա սխում եք կհայտնվեք վիրտուալ ձևի կարող եք այցելել, բայց բացի դրանից, ինչ որ մենք շատ ենք կարևորում, այդ ամբողջ թվայնացման ընթացքում մենք իրականացնելու ենք նրա գծագրերը, 3D մոդելները, որը ճարտարապետական արժեք ունի ու ցանկացած ապագայում կամ հիմա, որ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում, շատ կարևոր նյութ է իրանց համար ելնելու, այս Գևորգի ասած քարի ճշտությամբ գծագրերը, եռաչափ մոդելները ու նույնիսկ եթե քանդված են, որոշ նյութեր ենք ստանալու, որը հնարավոր ունի այդ վերականգնողական աշխատանքները շատ անգամ ավելի հեշտացնել։ Ասма կարող ենք հույս ունենալ, որ այս տեսակ տեսնելիս գուցե Հայաստանը իսկապես հայը սկսի գնահատել մշակույթը, որ ունեցել է։ Եթե սրանից հետո էլ չսիրեն։ Չէ, ես չեմ զարմանա, բայց գոնե լավ առիթ է։ Այստեղ դիտարկումներ արեցիք, ասացիք երաժշտություն ուզում եք փոխել, հա, ավելի ինչ նախընտրություններ կան։ Ավելի ուրախ եւ ավելի այսպես ոգևորող, հա։ Անգլերեն բառկա challenge, այսպես ասած երաժշտության բան ենք պատկերացնում, իհարկե շատ սովոր ենք դուդուկը օգտագործել, շատ եմ սիրում դուդուկը, բայց կարծում եմ մեր զորնան հայկական մշակույթի դեպքում դուդուկը անպակաս է, հիմա գուցե իր հնչողությունը մի քիչ տխրեցնում է, բայց այդ է դուդուկի հնչողությունը։ Հիմա տեսեք, այն ինչ որ մենք նոր տեսանք, պատկերացրեք, դա մեկ ինչ որ մշակութային տարածք է, այդպես պատկերացրեք, հենց հիմա մենք ունենք մոտ 500 հատ տարբեր տարածքներ, որը նույն ձևի պետք է իրականացնենք։ Որպեսզի process-ը ներկայացնեմ, սկզբից ամբողջությամբ սկանավորում է այդ տարածքը, դրոնային լուսանկար է արվում, հետո իրականացվում է իր այդ վիրտուալ processing-ը, տեղադրվում է կայքում, հետո իրականացվում է այդ գծագրերը, հետո մենք ունենք մասնագետներ, որոնք այսպես ասած պատմությունների, լեգենդների տարբեր այդ կապված այդ մի լոկացիայի հետ վերակազմեն սա պատմությունները, ինչ ա եղել, ինչ այտենց հայտնի մարդ ա եղել, հայ ա եղել, որ ինչ-որ գործունեություն ա ծավալ այդտեղ ու դրա վերաբերյալ այդպես վիդեո վերակազմություններ ենք անում ու փաստացի մեր աշխատանքի ավարտից հետո մենք կունենանք առնվազն Հայաստանում մոտ 500 հատ կետ, որը այդքան տվյալ ունի։ Պատկերացնում եք ինչ քոնթենթի, ինչ մեծ քոնթենթի մասին է խոսքը, էլի։ Ես հարց ունեմ։ Երևանը Երևանը անելու ենք։ Իհարկե։ Մենք այս պայծրությամբ թանգարան ունենք իրականացված, բայց նաև աշխատանքներ կտարվեն, որպեսզի այդ ամրոցը, որը հիմա կիսաքանդ, թեպետ որ բավականին
հաշվի առնելով իր տարիքը բավականին լավ տեսք ունի, բայց ամբողջությամբ այդ պատկերացրեք նույն տեսանյութեր, տեսա պատկերներ մենք կստանանք, ասենք, չգիտեմ, Արգիշտի ժամանակաշրջանից։ Երեխաները կարողանան, ասենք, որոշ նյութեր կարդալով, իրա այս դարի երեխաները միշտ վիզուալ կոնտենտը շատ են սիրում։ Հնարավորություններն կա, դրա համար մենք սովորացնենք սիրել։ Ուզում հասկանալ ով է որոշում կամ ոնց է որոշվում տվյալ տեղանքի հետ կապված ամենակարևոր իրադարձությունը։ Օրինակ, չգիտեմ, Տաթևի վանքի հետ կապված իրադարձություններ շատ են եղել։ Ոնց է ընտրվում ամենակարևորը կամ ոնց է ընտրվում այդ միակը, դե ոչ չենք կարա 15 տարբեր իրադարձություններ ներկայացնել։ Անկեղծ ասեմ, ոչ թե մենք որոշենք որն է կարևորը, այլ մենք ուզում ենք բոլորը, թե ռեալ պատմությունները, թե հաստատագրված պատմությունները, թե լեգենդները ու հնարավորությունը, ասում եմ, տեխնոլոգիաները այնքան են զարգացել, մենք անչափ անսահման կոնտենտ կարող ենք ստեղծել ճշգրտված, հաստատագրված պատմություններից մինչև լեգենդներ, վեպեր, էպոսներ եւ, ասենք, այսօր էպոս։ Տեսեք, ասենք, այսօր Հոլիվուդն է շատ կիրառում տարբեր քաղաքակրթություններից վերցնում մի հատ դրվագ ու ստեղծում է մի հատ նենց աշխարհներ, որը բոլոր մեր երեխաները դա սիրում են, չէ՞։ Ասենք նույն, չգիտեմ, այդ աֆրիկական ինչ-որ ցեղի վերաբերյալ, ասենք, այդ Սև հովազը, չգիտեմ, տորը, հա, ասենք դրանք վերակազմություններ են ու կարող է այդքան էլ պատմության այդ իրականություն չունի, բայց այսօր մեր երեխեքին, մեր երեխաներին ձգտում է դեպի դրան։ Հավատացնում եմ, որ մեր հայկական լեգենդները շատ անգամ ավելի հարուստ ու ավելի ճշգրիտ են իրանց թողված ժառանգությունով, հա, ժառապատկերներով կամ ինչ-որ բաներով։ Կարծում եմ, որ մենք հիմնական նպատակը մեր երեխաներին սովորացնենք մեր լեգենդները սիրեն, այլ ոչ թե ասենք արտասահմանյան, նրանց էլ թող սիրեն, բայց հպարտանան, որ մենք շատ անգամ ավելի լավ ժառանգություն ունենք, էլի, ավելի արժեքավոր, ավելի էմոցիոնալ։ Բայց սա իրականում ֆինանսական առումով էլ հավերասպե բավական ծախսատար, աշխատատար պրոյեկտ է, ոնց է որոշել պիտի իրականացվի։ Իրականում նաև, հա, կներես։ Տեսեք, առաջ բավականին շատ թանկարժեք էր, որպեսզի համեմատական տանենք, մենք 3-4 տարում 15 հոգանոց խմբով բավականին արագ այն ժամանակվա տեսակետից էլի կարողացանք 9 հատ իրականացնել ու ոչ այդքան ճշգրիտ, որտեղ ամբողջությամբ լուսանկարների 3D մոդելման միջոցով էր արվում։ Այս պահի դրությամբ այդ սարքերը ավելի գեշ ճշգրիտ են ու ավելի արագ են ու դրա այնքան արագ է զարգանում, որ այսօր ձեզ պարզ ասեմ, էլի, տեսեք, օրինակ, եթե մենք առաջ մոտ սեփական միջոցներից մոտ 3-400 հազար այդ 3 տարիների ընթացքում այդ թիմը պահելու վրա ծախսեցինք, ընդհանրապես ունենալով 9 եկեղեցի, այս փուլում մենք Սյունիքի համար այդ հավաքագրում ենք Ռեարմենիա հարթակով մոտ 25 միլիոն դրամ, դա որ տենց 60-65 հազար $60,000 Սյունիքի 47 օբյեկտ թվայնացվելու է, էլի, այսինքն այդ իմաստով շատ ավելի քիչ ծախսով, շատ ավելի բարձր որակի ու մեծ քանակի օբյեկտներ է թվայնացվում, էլի։ Միայն այդ թվայնացումը չէ, էլի, թվայնացում, վիրտուալ իրականության ստեղծում, գծագրեր, լեգենդներ, պատմություններ, վիդեոնյութեր, այդ ասենք այդ ամեն մեկի վերաբերյալ այդքան նյութ է ստեղծվելու, ընդհանրապես այդ գումարով։ Կարծում եմ, որ ապագայում էլ ավելի կեժանան, մենք ավելի արագ կարողանանք իրագործենք տվյալ գործողությունները։ Մենք այս կարևոր առաքելություն ու պետություն ունենք ձեր կողքին, թե չէ։ Մենք շփվում ենք, իհարկե, բավականին տարբեր համալսարանների հետ ենք շփվում, այդ բոլոր նյութերի համագործակցությունը իրանց հետ է տեղի ունենում, որ հաստատեն, որ դա իրականությանը համապատասխանում է ձեր պատմությունները կամ ինչ-որ բաներ ունենք։ Իսկ ֆինանսական առումով դեռ չէ, իրականում դա գիտեք ինչի հետ է կապված, շատ ենք առնչվել, հիմնականում տարվա բյուջետավորման կամ ինչ-որ այդ բյուրոկրատական բանը մեզ թույլ չի տալի, որ ասենց ասենք հիմա որ դիմենք, գուցե կամ համոզված եմ, որ մյուս տարվա վերաբերյալ ասենք որոշ ֆինանսական հատկացումներ կլինի, բայց մենք հնարավորին չափով արագ ենք ուզում ան, որպես ձեռներեցական ջիղ ունեցող միշտ ավելի ոնց որ իներտ է պետությունը, էլի, պետության հետ մի քիչ երկար է պետք բան անել, բայց հիմա մենք ուզում ենք շատ անգամ ավելի արագ, օրինակ ապրիլը շատ իդեալական եղանակ է, որ ոչ շատ ծաղկած է այդ ծառերի մեջ են այդ եկեղեցիները, ոչ էլ ցուրտ է, այդ ընթացքում պետք է իրագործենք, հույսով ենք, որ Ռեարմենիա հարթակով բավականին արագ իրականում 25 միլիոն դրամից արդեն մի 4 միլիոն դրամը հավաքագրվել է ու ձեզ էլ շատ շնորհակալություն հրավերի համար։ Հա, լրիվ անհատներ են։
Անհատներ ասելով, այսքան հա, միջև էսպա մի հատ հիմնադրամ ա եղել, ամրոց հիմնադրամը, որ այդ ինչ որ մի մասը հանգանակել է, բայց էլի մեծ մասը լրիվ անհատներ են տեխնոլոգիական ոլորտի ժողովուրդ, տարբեր հիմնադիրներ, ինչ որ կազմակերպությունների, այն բոլոր մարդիկ, ովքեր որ այս մշակութային ժառանգության պահպանման կարևորությունն են հասկանում, հետն էլ պատկերացնում են այսօրվա տեխնոլոգիաների հնարավորությունը, իրանք շատ ողջավորված կպնում են էլի այս գործին։ Ու հիմա իմ ճիշտ ասած, չնայած Վլադն ասում է, համոզված ենք, որ եթե հիմա դիմենք եկող տարի հնարավոր է որ կառավարությունը ինչ որ ֆինանս հատկացնի, բայց ես ճիշտ ասած չի ուզի մենք սպասենք դրան կամ հույս դնենք էլի այդ տեսակ process-ների վրա, այս իսկապես ոնց նշեցինք համահայկական հարց է ու իդեալական կլինի, հենց համայն հայությունը համախմբվի, սփյուռքահայերից սկսած, հայաստանցիներով շարունակած այլ ազգի մարդկանցով դաժե էլի վերջացրած, ովքեր այս ամբողջ ժառանգության պահպանումը կարևորում են, ներդրվեն ու շատ կարճ ժամկետներում, նույն ասենք Սյունիքի համար պատկերացնում եք, չէ՞, $60,000 գումար է հավաքվում, 47 եկեղեցի, ամրոց, բնակավայրեր, քարանձավներ, որոնց մեջ ապրել են, այդ սաղ թվայնացվում է, ամեն մեկի համար առանձին վեբ էջ է սարքվում, իր պատմություններով, լեգենդներով, լոկացիայով, ֆոտոներով ու ամենակարևորը այդ walkthrough-ներով, որ մտնում ես վիրտուալ իրականության մեջ, պտտվում ես, այն ամեն միսիան հետևով, ամեն քարերը, մամուռները տեսնելով, sense կարողանում ես նայել, այդ էջերը սարքվում է ու այդ հասանելի է դառնում ամբողջ աշխարհին, օրինակի համար Սփյուռքահայ ուսանողները, որ ասենք հայ մշակույթ են ուսումնասիրում պատմություն, բայց շանս չունեն այդ ամենը տեսնելու, իրանք իրանց քաղաքներում, տներում նստած վիրտուալ իրականության մեջ էս տեսնելու են կամ տուրիստները այսօր ես դու բերում Հայաստան ես էի ուզում այդ կոնկրետ այդ տուրիստները այսօրվա շատ այդ իմերսիվ վիճակների հետ վիրտուալ տուրերի հետ շատ ոնց որ սերտաճած վիճակում են էլի մի հատ առաջի հերթին նույն Google Earth-ով մտնում նայում են որտեղ ինչ կա ինչին սիրտը կպավ նոր գալիս են հիմա այդ բոլոր որտեղ գնում ենք նայում ենք ուր ենք գնում հա իհարկե ու հիմա այդ բոլորը հնարավորություն են արել վիրտուալ իրականության մեջ ամեն մի այն սարերում ինչ որ կորած տեղեր, հերու ասենք, ռիմոտ տեղերում մարդիկ հնարավորություն ունեն տեսնել այդ մատուրներ, եկեղեցիներ, այդ ամեն ինչը, ինչին սիրտը կպավ արդեն գալիս է։ Ու երրորդը, ոնց Վլադիմիրը նշեց, շատ կարևոր կտոր է գիտնականները, այսինքն այն վերականգնողական գործանողները, մշակույթի տարբեր էտապներ ուսումնասիրողները, դարաշրջաններ, իրանք արդեն պարտավոր չեն ելնում կամ նույն ստիպված չեն ելնում, սենց ասեմ, էլի, ամեն անգամ գալ ինչ-որ միտեղ ուսումնասիրություն ակետ ու մի բան մոռացել ես, մի հատ նորից պետք է գաս, բարձրանաս, ասենք խնձորեսկի բլուրը, հա, մի անգամ, երկու անգամ եկել ես, տեսել ես, վերջ, այսինքն քո աշխատանքը արդեն դու քո սենյակում, կաբինետում նստած, այս ամբողջ բովանդակությունը դիմացել, ճշգրիտ սկանավորած բովանդակությունը դրած գործը տանում ես, այսինքն հայկական մշակույթի ժառանգության պահպանման մասով գերկարևոր գործ է։ Ու դուք շատ ճիշտ եք ասում, նույն Նախիջևանի պահը, ասենք շատ կարճ որ ասեմ, ոնց է այդ տեղի ունենում, էլի սկզբում դու քո տարածքի վրա տիրապետումն ես կորցնում, հետո դու այդ տարածքը դատարկում ես, էլ հայ չկա, ասենք դուրս է եկել, ու այսօր ոնց է, ասենք, կամ պետք է տարածքային ամբողջականության կամ ազգի ինքնորոշման հիման վրա ես, չէ, պետություն, պետականություն ձևար։ Հիմա եթե տարածքը էլ քոնը չի, ազգել չի մնացել, որ ինքնորոշվի, հաջորդ քայլը ձեր ասածն է, անեացումն է։ Այսինքն ինչ կա չկա դրա վերաբերյալ ջնջվում է ու հիմա Արցախի հետ կապված ինչ վիճակա հենց այդ Արցախը օրինակ մենք ոնց որ տարածքի տիրապետումը կորցրել ենք երկրորդ էտապը դատարկվել է հիմա երրորդ էտապն է գնում իհարկե հա այդտեղ իհարկե փառկաստու դե հակին բան քանդում են բայց մենք ունենք անելու ենք դա ոնց է լինելու վիճակը նախ հայկական գանձերը մի մասը արել է բայց բացի դրանից մենակ հայկական գանձերը չի էլի ուզում ես դրա մասն էլ երկու բառ ասա էլի կազմակերպություն միակը չենք իմ տեղեկություններով Թումոն ու Արմունի առանձին խումբ, որը հասցրել են ահագին ինչ-որ աշխատանքներ իրականացրել են այն տեխնոլոգիանով, որով մենք ենք իմանում, այդ բավականին ճշգրիտ մեծ մասը արել են, չես կարծում, Արցախի մեծ բոլոր նյութերը իրանց մոտ պահպանված է ու շնորհակալություն իրանց դրա Այս վիրտուալ տուրերը մենք կունենանք Արցախի հետ կապված թե չէ Կարծում եմ, հա, ես շատ խորը բանը ծանոթ չեմ իրանց գործունեության լսել եմ որ ահագին արել են տեսանյութեր եմ տեսել որը զգում եմ որ այդ նյութերը իրանց մոտ կա ու կարծում եմ ինչ որ ժամանակա ընթացքում դրանք սա էլի հա պետք է իրանց հետ եւս էլի խոսալ նույն Թումոյի հետ կամ մի հատ առանձին խումբ կար որ խաչքարերն էին թվայնացնում պետք է խոսալ որ ամեն ինչը հանրայնացվի էլի որովհետեւ ռեալ խնդիր է լուծում նորից թե տուրիստների, թե ուսանողների, թե գիտնականների համար։ Հիմա բայց հարցը ինչու է, այս պահին, ասում են ինչ առիթով ենք հավաքվել, մենք այն ինչ որ հիմա հասանելի է ու ոչ միայն Հայաստանում։ Օրինակ հայկական գանձերը նաև Երուսաղեմի հայկական թաղամասն լրիվ թվայնացրել։ Այդ էլ շշմելու մի բան է, էլի։ Այսինքն այն ինչ որ հիմա հասանելի է, պետք է շտապ
դրամահավաքը անել, այդ տեխնոլոգիաներով այդ թիմերը գնան թվայնացնեն, այն ինչ որ արդեն օրինակ նույն Արցախում, որ հիմա մեր տիրապետության տակ չի, բայց արածա, պետք է արդեն դու բանը ոնց որ հայկական գանձերը իր եղածը հանրայնացնի, բայց պետք է նաև մյուսների հետ օրինակ Թումոյի հետ խոսալ, իրանք էլ իրանցը հանրայնացնեն, որ այդ տվյալների բազան արդեն ամբողջական ու հասանելի լինի։ Կարճ ասած գործ է անեացման դեմ, այսպես ասած, մեր եղածը պահելու, ինքնությունը պահելու հանուն ոնց որ էլի ինքնությունը պահելու գործ է, որ ազգովի պետք է արվի, էլի։ Հիմա հա կարան ասենք իրանք էլի տենց քայլ առ քայլ անեն ու ինչ որ եւս 5 տարի, 6 տարի հետո էս էլ լինի, բայց չէ, հա, հենց այդ է էլի, այս դեզ էլ նորից շնորհակալություն շատ հրավերի համար, որովհետեւ պետք է այս թեման հանրայնացնել ու այն որ բոլորով պետք է կպնենք մաքսիմալ արագ այս գործն անենք, էլի։ Մի հատ է կարևոր բան կուզենայի ավելացնեի պետության մասին, որ խոսքը գնաց, ճիշտն ասած շատ անգամ այս շաղ տարիների ընթացքում միշտ այդ հարցը մի քիչ ավելի սենց ծանր է հնչում տարբեր մարդկանց կողմից, դա պետքա պետությունը անի, դա պետքա պետությունը ֆինանսավորի, միշտ ես դրա հետ համաձայն չեմ։ Ոչ թե պետք չի, որ պետությունը դա անի, ինչքան կարողանա կանի, պետությունը իր գործը պետք է անի, մենք մեր, ով որ այդ հարցը տալիս է, ինքն էլ պետք է անի, իրան էլ է դա, ոչ թե, ասենք ոնց որ կողք պետք չի մնալ, որ ասել թե ով ինչ պետք է անի, որ մեր ժառանգությունը մնա, դու ինքդ ամեն մեկը թող իր հերթին մտածել, ինքը ինչ է պատրաստ անի այդ ժառանգությունը պահելու համար։ Մենք բացենք թմով ցանկացած գիտնականներ կամ ինչ որ մասնագետներ, որը կուզենան միանան մեր թմին, ողջունելի է, գումարային կարան հանգանակեն, կարող են այս նյութերը, որ այսօր կնայեն, իրանց սոցցանցերով ցնցեն, որ տարածեն, որ բաղականի ամենակարևոր հարցերից է, ամեն ինչով, ամեն մարդ գումարային իր ընկերության ցանցով, փորձով, գիտելիքներով ամեն ինչ կարող են անեն ու մեր գեր նպատակն էլ է ոչ թե մեր հայկական գանձերը թվայնացնի, այ համախմբվենք մենք այս ամեն ինչի շուրջ, պահելով մեր ինքնությունը, մեր ժառանգությունը, որը իրականությունում մենք նաև զգացմունքային պահն ենք ապահովում, որովհետև երբ որ դու կարդում ես ինչ-որ մի բանի մասին ու նաև երբ որ դու դա վիզուալ տեսնում ես ու այս կարգի գեղեցիկ ֆորմատով, դե բնականաբար տարբերությունը ակնհայտ կլինի, սայտում կա, չէ՞, սա թե սա դեռ պատրաստ չի։ Սա առաջի 3-ը պատրաստ է, այս տեսանյութը, առաջի անգամ ձեր այս վիդեոյի մասն է խոսքը։ Վիդեոյի մասն է, բայց կայքում այդ սաղ տվյալները կա, որ ու երրաչափ տուրերն էլ կա։ Կներես 1900, այդ որ ինչի մասին որ խոսում էինք, նույն օրինակ Խնձորեսկին է։ Խնձորեսկ.armeniantreasures.com մտնում ես, այդ լեգենդները, պատմությունները նկար ու երրաչափ տուրերը, որ ինքը կամ վիրտուալ ակնոցներով կամ հենց կոմպյուտերով մտնում, պտտվում ես քո ուզած տեղով ֆորում նայում, որի գրածները կարդում են, այնտեղ ասենք թե օրինակ նորավանքն են արել, նորավանքի այդ գերեզմանակարերը գետնի վրա, իրանց վրայի գրառումներով, բանով, մանրամասն այդ ամեն ինչ տեսնում ես։ Այդ ամեն ինչը կա։ Հիմա բայց ամենակարևորը կայքերի իմաստով որ կուզենք տարածվի, այդ դրամահավաքի էջն է, rearmenia.com, որ մտնեք, rearmenia.com, հենց առաջի էջում մեծ այդ Սյունիքի ուրեմն թվայնացված հուշարձանները պրոյեկտի բանն է, լինքն է։ Ու մենք շատ ուզում ենք, որ ինչքան հնարավոր շատ մարդ մտնի, համատեղից սաղ մանրամասները կտեսնեն, կգնան այդ տուրերը կնային, համ հնարավորություն կունենան, թեկուզ փոքր 1000 դրամ, 5000 դրամ հանգանակությունով անգամ կարող են այս ամբողջ գործին մասնակից դառնալ, էլի։ Այդպես, այսինքն այն ամեն ինչ որ հիմա կա արդեն հասանելի է ու ես կականց խորհուրդ եմ տալի հեռուստադիտողները մտնեն մի հատ նայեն, այդ ես էլ էլի առաջ անգամ որ նայեցի լրիվ ուրիշ էմոցիաներ է, էլի։ Միջև հիմա ոնց է, մի հատ ինչ որ մի եկեղեցի մի մատուր ուզում ես տեսնես, ժամեր ես ծախսում, իհարկե այդ առանձին հաճույք է հայքինգը, այդ քայլելը, բարձրանալը, բայց ինչ որ մի բան է քեզ հետարքիր, ինչ որ մի բան ես ուզում նայես, այդ սաղ ժամանակը պետք է ծախսես, հաճախ չես ծախսում։ Էլ չեմ ասում, եթե սփյուռքահայերի մասին է, էլի խոսքը։ Իսկ ստեղ դու ընդամենը մի հատ քլիկով, մի հատ հպումով կարելի ասել, հայտնվում ես քո մշակույթի ցանկացած օբյեկտի մեջ։ Կողքն էլ չէ, որ ասես ֆոտո նայես, մեջով մտնում պտտվում։ Չէ, իրականում շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ես մի քիչ ուզում եմ չհամաձայնել ձեր այն դիտարկման հետ, որ այդքան պետության ուշադրության ներքո տես չպիտի լինի, ոչ թե պիտի չպիտի հարց է, այլ քանի որ մենք նախ այս վերջին տարիներին ապրում ենք տենց անընդհատ ինչ-որ կրիտիկական օրեր, պահեր, անընդհատ ինչ-որ կորուստներ ունենք եւ մենք հասկանում ենք այս ուր է գնում, գումարած դրան, եթե մենք իրականում հասկանում ենք, որ պետությունը շահագրգռված է այս երկիրը պահելու, մեր մասին ավելի շատ խոսելու աշխարհի, հա, այդ տուրիստներին նույն բերելու, հետաքրքրացնելու, որովհետև այն ինչ ունենք անգամ էներգետիկ առումով էլ կարող եք դրա մասին էլ ինչ-որ գիտական մեջբերումներ էլ անել, վստահ եմ, որ յուրաքանչյուր տուրիստ այդ մասին միշտ հետաքրքրվում է,
բացի այն մշակութային կոթողները, որոնք ուզում եք տեսնել, բայց իրականում ես կուզեի, որ չունենայիք հանգանակության խնդիր, թող լիներ ուրիշ բաներ անելու կամ էլ ավելի զարգացնելու համար, որովհետև իրականում այդ հանգանակությունը պիտի լիներ կողքից կգա, չի գա, թող չգա։ Մեկը դուք ունեք այն հովանավորությունը, որով կարողանալու եք այդ ամբողջ ծավալը իրականացնել։ Հիմա այստեղ պիտի հարցա թե ոչ, բայց դե կան որոշակի գործունեություններ, որոնք կարող են ուղիղ իսկապես իրենց թիրախային, որ ասում են, ֆինանսավորման կետը ունենալ, այդ նորմալ է։ Հիմա կարող է ինչ-որ ծրագիր ասեք, որտեղ օրինակ առողջապահության նախարարությունը պիտի հետաքրքրված լիներ, ու այդ նորմալ է, որովհետև եթե պետությունը այս տեսակ գործառույթներին ներգրաված չի, դե դու արդեն սկսում ես մի քիչ անվստահություն եւ մի քիչ հիասթափություն ունենալ, որովհետեւ իհարկե շատ գեղեցիկ է եւ ձեր էմոցիաները, որը մասին ասում եք, ակնհայտ երևում է, որ հայտնվես այդ տիրույթում ու տեսնես դա իսկապես էմոցիոնալ է լինելու։ Եթե կարելի է երկու բառ դրա մասին ասեմ, էլի ձեզ, այդ արդեն իմ անձնական էլի կարծիքը, նախ շատ կարևոր է, որ պետություն ասում ենք, այդ պետությունն է, որը նաև մենք ենք, օրինակ դուք որպես լրատվամիջոց 4-րդ իշխանությունն եք այդ պետության, մենք ասենք ոնց որ NGO սեկտորն ենք, այն մյուսներից, մենք խոսում ենք ավելի շատ կառավարության մասին, որը այս ասում ենք մենք կառավարությունն ենք։ Ահա, էլի ուզում ասեմ, այդպես կարևոր է, ավելի լավ է։ Դուք ասեի հանրությունը, մեր ժողովուրդը։ Չէ, բայց այնքան լավ է, որ կառավարությունի նկատի ունենալուց կառավարություն ենք ասում, որ իմանանք ում մասն ենք խոսում։ Իսկ որ պետություն ենք ասում, չմոռանանք, որ դա մենք ենք առաջի հերթին, մեր սեփական բիզնեսն է։ Ուրեմն կառավարությունն է։ Այդ իստվա շատ կարևոր է։ Երկրորդը, այստեղ մի հատ ուրիշ հետ է, հա, հաստատ, երբ որ քո կառավարությունը լավ աշխատում, պետությունը ասենք թե հարուստ է, պետ բյուջետ ասենք խոշոր է ու դու այս տեսակ կրիտիկական հարցերի վրա կարողանում ես ծախսվել, շատ լավ է, բայց նախ առաջինը, քանի դեռ այդ վիճակում չենք, եղած հարցերը պետք է լուծենք, պետության մյուս կոմպոնենտներ, օրինակ դուք, մենք, հիմնադրամները, մյուսները պետք է այդ հարցերը լուծենք, բայց մի հատ ուրիշ հետաքրքիր նյուանս կա, երբ որ մարդիկ անկախ դաժե արդեն պետբյուջեից, կառավարության գործունակությունից եւ այլնից անկախ, մարդիկ երբ որ իրանց եղածի վրա թեկուզ փոքր ներդրումներ են անում, այդ սեփականատիրոջ զգացողությունն է էլի աճում, այդ գրապարով ասած ownership-ը բարձանում է, այդ լավ մոմենտ է, որ մարդիկ ճիշտ է, Աստված ձեր լսի, մենք կանգանացությունների կարիք չունենք, այնքան հարուստ հիմնադրամը լինենք, նույնիսկ գնանք այլ, ասենք, մեր լավ հարևան պետություններին սկանավորենք, բայց այս պայծրությամբ ասում եմ, ավելի շատ սա համախմբման նպատակ ունի, հետո ինչ խոսք, ինչքան շատ պետությունը սրա վրա ուշադրություն դարձնի, այնքան իր համբավը կբարձրանա։ Հիմա մեր պետությունը անդադ բոլորին ասում է, որ մենք այսքան 4-5 հազար տարի պատմություն ունենք, որը այսօրվա օրով լիդեր պետությունները չունեն, էլի այդ այսպես ասած խոսալու հնարավորությունը, ինչ խոսք, եթե շատ հա, օքեյ։ Ինչ խոսք, եթե պետությունը ինչքան շատ ներդրում իրականացրեց իր պատմության վիզուալիզացման, թվայնացման, այնքան ապացույց ունեցավ, այնքան իր համբավը բարձրանալու է, իր խոսքը ավելի ազդեցիկ ալնելու իր մասով։ Եվ բացի դա, այստեղ մի հատ կոմենտ անեմ։ Այստեղ մի հատ շատ ուրիշ կարևոր բան կա։ Օրինակ, չգիտեմ, ես Լորի Բերթը վերականգնելու կամ չգիտեմ, դա թվայնացնելու համար որոշակի ինչ-որ մի հատ գումար եմ փոխանցում, Լորի Բերթում, եթե ինչ-որ մեկը սիգարետը գցի, ես իր աչքը կհանեմ, կներեք 1000 անգամ, այսինքն որովհետև ես նաև մասնակիցն եմ դրա, էլի Լորի Բերթը իմ մշակույթն է, իմ պատմությունն է, բայց երբ որ արդեն դրա հետ կապված ես գործողությունները ենթագիտակցորեն արդեն ես մի տեսակ դառնում եմ այդ ամեն ինչի սեփականատերը, իհարկե, հենց շատ ենք կարևորում դա, որ մարդը ինքը զգա, որ էդի իրանն է, ոչ թե էդի ինքը կապ ունի իր հետ ու որոշումը թող սա անի, ես ավելի շատ ձեր ասացի հետ համաձայն եմ, բայց ավելի շատ ուզում եմ ասեի համաձայն չեմ այն մարդկանց կարծիքի հետ, որը իրանք ոչ մի բան չանելով ասում են սա պետք է սա անի, սա պետք է այն, այդ դիվանագետները, էլի, պարապ դիվանագետները։ Այդ ձեր ասածն է շատ կարևոր է, եթե հնարավորություն տանք մարդիկ ներդրում անեն, մենք որ մեր տները վերանորոգում ենք, հետո այդ նույն ասած մի հատ ինչ-որ մի բան ստացվում է, մեր սրտից հարուն է կաթում, մենք պահպանում ենք, մենք պայքարում ենք դա նույն ձևի պահելու համար։ Հիմա եթե ընդլայնենք ամբողջ մեր ժառանգության վրա, բոլորը ներդրում ունենան, բոլորի մոտ այդ սեփականատիրությունը կլինի։ Տիրոջ զգացումը կլինի, որն էլ հենց
եւս նպատակ է այս մի կարճ բան ավելացնեմ, եթե կարելի է, հետաքրքիր է նաեւ այն, որ դե յուրե, այսինքն իրավական տեսանկյունից մենք դրա սեփականատերն ենք։ Այո։ Այսինքն այստեղ մնում է փաստացի դե ֆակտո մենք այդ դե ֆակտո տիրապետ ենք ու այդ զգացողություն ունենք, էլի։ Նույն կառավարության մասին խոսում ենք։ Հա, այստեղ պետք է մենք ունենանք։ Նույն կառավարության, ես դե բանա, տենց 25 տարի պլյուս բիզնեսով եմ զբաղված ու ես մեր երկրի, ասենք, այդ կառավարման համակարգը շատ լավ նմանացնում եմ դրա հետ։ Ոնց որ պատկերացեք, մի հատ բիզնես ունենք ու բոլոր քաղաքացիները փայատերերն են, բաժնետերական, մի հատ տենց 3 միլիոնանոց բաժնետերերի մի հատ խումբ ենք, հա, ու մենք ղեկավար պետք է նշանակենք, իրար հետ որոշում ենք ով է ղեկավարը, այդ կառավարությունն է փաստորեն։ Հիմա ինքը կարա լավ ղեկավարի, կարա վատ ղեկավարի, բայց երբ որ վատ է ղեկավարում, դու ինչ պետք է անես, կամ պետք է իրան փոխես, կամ պետք է իրան օգնես։ Ասենք այն մյուս տարբերակը, որ այս ինչ վիճակա ես գնացի, այդ ոնց որ դու քո բաժնեմասերը թողես, դու քո բիզնեսից հրաժարվես, քո ունեցվածքից հրաժարվես, թողես գնաս, էլի։ Հիմա այդ պետքա բացառվի, բայց որpիսի իրավական այդ սեփականատիրությունից ոնց որ անդին նաև այդ էմոցիոնալ մակարդակում դու զգաս, որ այդ քոնն է, քո սեփականն է, շատ լավ օգնում է դրան այդ եղածի մեջ ներդրվելը։ Այսինքն դու փողով կլինի, ժամանակով կլինի, ինչ որ քո ռեսուրսներով ինչ որ ձև ներդրվես այդ բիզնեսի կառավարման մեջ, էլի։ Ուղղակի հղում անելով։ Այո, իհարկե։ Սա այսօր շատ կարևոր ֆակտոր է։ Այո։ Այդտենց, այսինքն միտքն է, որ հա, ֆինանսական հարցը շատ կարևոր է ու շատ հրատապ է, որպեսզի այս ամեն ինչն արագ ու որակով արվի, բայց մյուս կողմից այդ կոմպոնենտներ կա, էլի, այդ ներառականության, մասնակցության, ասենք, այդ մասը եւս շատ կարևոր է, էլի։ Դա մենք շատ կուզենք, որ Վլադի ասածպես իսկականից համախմբման մի հատ կետ դառնա։ Ու անգամ հիմա ակումբ են սկսում, որը կոչվելու է Ժառանգության պահապաններ ակումբ, ու ցանկացած մեկը, ով որ հանգանակություն անում այս նախագծին, ինքը այդ ակումբի անդամ է դառնում ու կարողանալու են գալ այդ պեղումներին մասնակցել, սկանավորումներին մասնակցել, դասընթացներ անդեղելում, օրինակ մի հատ այդպես դասընթաց ենք մշակել 4500 տարվա փառահեղ ու խայտառակ էջերը 45 րոպեում։ Շատ հետաքրքիր մի հատ փոքր կուրս է պատմության ու ամենաառանձին էջ, այնտեղ չգիտեմ նույն Հայկից ու ասենք Ուրարտուից սկսած Արտաշեսով Տիգրան Մեծով Մելիք Ֆրանգյուլով ու չգիտեմ այնտեղ են դավաճաններով բրծած ասեք շատ հետաքրքիր պատմությունով կուրս է։ Հիմա նաև այս համախմբման հարցը լուծելու համար այս ամեն ինչով հետաքրքրված մարդկանց ակումբ են նաև էլի ձևավորում, որ ինձ թվում է այս շատ լուրջ սկիզբ է, ճիշտն ասած, այս մեր մշակույթը հասկանալու, պահպանելու ու զարգացնելու շատ լուրջ սկիզբ է, էլի։ Վերջի վերջով ուղեղդ մտցնելու, որ այդ քոնն է, դու դրա սեփականատերն ես, մի փչացրով, մի թող որ կողքինն էլ փչացնի։ Այո։ Հուսանք, որ Նյու Յորք կգանք այդ գիտակցության։ Դե ձեզ հաջողություն ենք մաղթում։ Բոլորիս, Գրեթե ամենակարևոր մասը այս լուսաբանումն է, որ մարդիկ մի բանավոր մասնակից լինեն, հա, մյուս բանը իրենք տեղյակ լինեն, ինչին կարան մասնակից լինեն, ձեզ շնորհակալություն։ Դե համացանցում ունեք ինչ-որ տենց ակտիվ մենք ինչով կարանք կիսվենք համացանցում, բացի Ռեարմենիա հատակում դրամահավաքի հետ կապված, նաև կա այդ վիդեո տարբերակները, որ այսօր մենք տեսանք, կանորացիկ առաջին անգամ ասա, մենք հնարավորություն ունենք մարդկանց համացանցի միջոցով ասենք, թե ինչի համար է այս ամեն ինչը արվում, որ տեսնեն, որովհետեւ շատ կարևոր է։ Հայկական գանձեր հիմնադրամ կարող են փնտրել Armenian Treasures, դու քանի որ համացանցը հիմնականում անգլերեն է, լատինա տառա Armenian Treasures, հա, armeniantreasures.com այդ վեբսայթն է, նաև LinkedIn-ում, Facebook-ում, Instagram-ում էջեր կան, որտեղ անընդհատ այս նոր ինֆորմացիաները լցվում են, հա, ու նաև Rearmenia-ել, որ մտեք էլի Armenian Treasures, հենց գրեք հայկական գանձեր։ Պոյսկ եք տալիս ու ինֆորմացիան գտնում։ Եղավ։ Շնորհակալություն։ Այսինքն, վայ, ինչ ասի, փնտրում եք եւ տեղեկատվությունը գտնում։ Պոյսկ ես տալի ինֆորմացիան գտնում։ Okay, շնորհակալություն շատ։ Մենք ենք շնորհակալ, սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում։